Սա մեր վերջի կետնա, որ պիտի մենք պայքարենք մեր արդարության, մեր հայ լինելու համար։ Ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների կառավարության շենքում ավելի քան 1 ժամ փոխվարչապետի հետ քննարկումից հետո հայտարարեցին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները, նրանցից 3-ն էին գործադիրի շենք մտել։ Բողոքի ակցիաները կշարունակվեն, մենք սպասում ենք կառավարության պատասխանին, փաստացի այսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցանք։ Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին հրավիրել ու 12 կետանոց պահանջագիր ներկայացրել կառավարությանը, իրենց վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման հարցերից մինչև կառավարության սոցիալական ծրագրեր։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ 12 կետերից քննարկվել է միայն մեկը՝ սոցիալականը, մյուսներին ասել են գրավոր կպատասխանենք։ Բնակարանային ծրագրի մասով հիմնական դիրքորոշումը, որ պատրաստեն մասնագիտական մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր եւ պատրաստական են քննարկումներ, այսինքն այս պայեդրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրի մասով 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնակարանային ծրագրի նաեւ սոցիալական ծրագրի մասով ասում են փորձագիտական խմբեր ձևավորեն եւ սկսենք աշխատել։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանի կարծիքով այս պատասխանը նշանակում է մերժում։ Ապրիլի 1-ից բնակվարձի աջակցության 40+10 հազարական դրամի ծրագիրը կրճատվել է, այժմ այն միայն անչափահաս, թոշակառու, հաշմանդամությամբ մարդկանց ու մի քանի այլ խոցելի խմբերի համար է։ Նրանք կստանան 40,000 մի քանի ամսից 30,000 դրամ։ Արցախցիներն ահազանգում էին, որ դրսում են հայտնվելու, իրենց համար նախատեսված բնակարանային ծրագիրը խնդիր չի լուծում։ Կառավարությունում այսօր մեկ այլ ծրագրի մասին են անոնսել։ Մշակվել է հավելյալ ինչ-որ ծրագիր, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի, եթե ընտանիքում օրինակ կա 4 անդամ եւ ընտանիքի անդամների եկամուտը մեկ շնչի հաշվով 55,000-ից ցածր է, ապա այդ ընտանիքը ստանում է ընդամենը 70,000 աջակցություն, որը բնականաբար չի լուծում որևէ խնդիր, որի մասին մենք եւս նշել ենք։ Կառավարության շենքի առջև արցախցիներ էին հավաքվել, սպասում էին, թե ինչ պատասխանով շենքից դուրս կգան փոխվարչապետի հետ հանդիպման գնացածները, սպասում էին առանց մեծ հույսերի։ Առանձին ակնկալիքներ չունենք, բայց նաև չենք էլ կարող լռել, սպասել դրան, որ կարող է ինչ-որ մի բան, այսօր այնպիսի վիճակում ենք հայտնվել, մենք արցախցիներս, այստեղ միայն սոցիալական հարցը չի, տարբեր հարցերի մեջ այսօր անորոշություն է, մենք մեր կամքով չենք հայտնվել այստեղ, մեր մայր հայրենիքում, մեզ բռնի տեղահանել են ու տեղահանել են ոչ միայն ադրբեջանցիները, ես կասեմ, որ դա համատեղ ջանքերով է կատարվել։ Կարծում են հանդիպման հրավերը ոչ թե հարց լուծելու, այլ արցախցիների ցասումը ցրելու համար էր։ Նույնիսկ սոցիալական ծրագրերին որևէ կառուցողական կարևոր երկարաժամկետ լուծում չի տրվելու։ Առավելագույն է, որ կանեն, դա զուտ այս պահի ցասումը ցրելու համար, գուցե ինչ-որ կարճաժամկետ լուծումներ, նույնիսկ դա կասկածում եմ կանեն, թե ոչ։ Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանը նույնպես այն կարծիքին է, որ կառավարությունում պարզապես անհանգստացան վերջին հանրահավաքի մարդաշատությունից։ Կառավարությունը, այսպես ասած, գլուխ է գովում, որ միջազգային կազմակերպություններն իրենց բարձր են գնահատում իրենց ջանքերը տեղահանվածներին, փախստականներին տեղավորելու, ասում են, տեսեք, վրաներ չկան եւ այլ, բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որ վրաներ չկան, որովհետեւ կա հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, որը որ շատ հաճախ իր դռները բացել եւ տեղավորել է այդ մարդկանց, աջակցել է ինչով որ կարողանում է։ Ստեփանյանը չի կարծում, որ տեղահանվածների համար պետական ծրագրերը մշակվում են մանրամասն ուսումնասիրություններից, վերլուծություններից հետո։ Դրա ամենալավ վկայությունն ասում է այն է, որ հենց 40+10 հազարականների ծրագիրը փոխվել է 10 անգամ։ Նույնը վերաբերում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Մենք երկար խոսել ենք, որ օրինակ արցախցիների մեջ մեծ թիվ են կազմում քաղաքային կենսակերպ ունեցող անձինք եւ շատ երկար խոսելուց հետո է միայն ընդամենը մի ամիս թե 2 ամիս առաջ է, որ Գյումրի, Վանաձոր քաղաքներում բարձրացվել է աջակցության թիվը։ Հնարավոր չէր են գլխից դա անել, եթե վերլուծության հիման վրա է կանում, թե այդ նոր թվերը փոխվեցին։ Խորհրդի անդամներից Մարիամ Աբրահամյանը հանդիպմանը արցախցիներին անհանգստացնող մի հարցի պատասխան էր պարզել. ինչու են քաղաքացիություն ու անձնագիր ստանալիս իրենց անձնագրերում գրում Ադրբեջան։ Մեզ պատասխանեցին, որ
կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ICAO ու Ադրբեջանը դիմել է այդ կառույցին, հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում։ Բողոքի քայլերը ինչպես են շարունակելու տեղահանվածները ասացին, կքննարկենք, կասենք։